Այսօր ձմեռ պապի նվերի փոխարեն դեղատներից մեկում գտանք մեզ պետքական դեղերից երկուսը։ Օրեր առաջ այս գրառումը կատարել է 9-ամյա Կարոյի մայրիկը, Նարինեն, միաժամանակ մեջբերելով որդու զգացողությունները դեղը գտնելու պահին։ Մամա, կյանքս 10 օրով էլ երկարեց։ Փոքրիկ Կարոյի մոտ առկա հիվանդությունների շղթան դեռևս ծնված օրվանից է ի հայտ եկել, մինչ այսօր տղան պայքարում է տարբեր հիվանդությունների դեմ։ Հաշվի առնելով իր վիճակը, իր ամեն անգամ հիվանդանոցներ ընկները, դիագնոզը հաստատվեց, որ ինքը մուկովիսցիդոզ ունի, խառը ձև, ծանր ընթացք, 4-րդ աստիճանի։ Դրանից հետո կարելի ասած մենք համարյա մինչև 5 տարեկանը տենց ամիս չկար, որ 20 օրովան հիվանդանոց չպարկենք, թե Արևիկ կենտրոնում, ստեղ մեր հիվանդանոցում Ստեփանակերտ, թե Երևանի Արաբկիր եւ Մուրացան կենտրոններում։ 2 տարի ու կեսականում մանկապարտեզ հաճախելուց այնտեղ իհարկե կա եւս մեկ խնդիր, այնտեղ շեշտում էին սկզբից դաստիարակն, որ երեխան շուշուտ անկնում, սկզբից կասկածում էին, որ երեխան հիվանդանա, ինչ որ մեկը հրում է երեխային, բայց հետո էլի պարզվեց, որ դա աչքից խնդիր է, տարեցինք ստեղ ներվապաթոլոգների մոտ, էլի ուղերձեցին Երևան, Արաբկիր պլյուսում, այնտեղ արդեն 2 տարի ու կեսականում հաստատվեց, որ ինքը ունի միոկլինիկ աստատիկ էպիլեպսիա եւս, դրա համար եւս հսկում է Երևանում ու կարելի է ասած մասնագետներ ստեղ չլինելու պատճառով շատ խնդիրների առաջ էի ծառացվում։ Կարոն դեղեր ընդունում է ամեն օր, չափաբաժինը այնքան մեծ է օրվա կտրվածքով, որ Նարինեի խոսքով տղան մեկ-մեկ նաև հրաժարվում է ընդունել, ասում է հոգնել է, բայց չընդունել չի կարող։ Հիվանդության նոպաները միանգամից գլուխ են բարձրանում։ Նարինեի խոսքով հիվանդությունը անբուժելի է, իսկ տղայի կյանքի որակը բարելավելու հնարավորություն կա միայն անհրաժեշտ դեղերի ընդունմամբ։ Կարոյի դեղերը կբավարարի եւս մի քանի օր, եթե Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը օր առաջ չբացվի, 9-ամյա փոքրիկի առողջական վիճակը կվատթարանա։ Մուկովիսցիդոզի համար ինքը ստանում է կրեոն պարտադիր 25000 չափաբաժինը, օրական արդեն սարքել են 10-ից 12 պատիճ, բայց մենք հիվանդանոցից ստանում ենք շատ քիչ, ամսական 100 հատ ենք ստանում, 5 պաճկա էլի, ոնց ասում է, 10 կիրա, հիմիկվա, 8-ից 9 օրվա չափաբաժինն է, այնքան որ հունվարին 23 թվականի հունվարի չափաբաժինն էի ստացել, խնդրել էի, որ ինձ տան, որովհետև ասեցին նախորոք ստացել են, որ կարողանամ գոնե, երևի սիրտս գիտեր, որ բլոկադայի մեջ պիտի ընկնենք, խնդրել էի, նախորոք տվել էին։ Հիմի այս 2 օրը էդ էլ կվերջանա, դրա էլ շատ խնդիրն է, մեկ էլ կողքից ինքը սպեսրա փչում, սալբուտամոլով, ինգալյացիաներ է իրան մշտական նշանակված, որը մի 3-4 անգամ ընդունում է ինքը, հատուկ դեղ է պատրաստվում այդ դեղը, ֆիզլուծույթ է, հատուկ իրանց հիվանդություն երեխային, պարբերական էլի ինքը հավելյալ անտիբիոտիկներ էլ է ընդունում, մեկ էլ Ազիրեքս է ընդունում, դեղը էլի, այդ Ազիրեքսը այս պահին էլի քիչ ունենք, բայց կա դեռ, էպիլեպսիայի համար դեպագին է խմում, ինքը սիրոպ է խմում օրական 2 անգամ, մեկ էլ լևացիրացիտամ է խմում, հավելյալ, որովհետև դեպագինի չափաբաժինը մենակ չի օգնում էլի իր այդ նոպաները, գիշերային նոպաներ էին, հիմնականում խեղտոցներ բան։ Այդ շաքարային անկանոնության համար իրան բազմաթիվ վիտամիններ են նշանակել, արյան խնդրի հետ էլ, որ ինքը ունենում է երկար դեֆիցիտային, ֆերում լեկա պարբերական խմում։ Կարոյին անհրաժեշտ է տանել ստուգման ու վերահսկել հիվանդության ընթացքը Հայաստանում, բայց ինչպես ասում է Կարոն, փակված է կյանքի ճանապարհը։ Կարոյի հայրիկը շինարար է։ Արցախում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ստիպված Հայաստանում է աշխատանք գտել, որպեսզի ընտանիքի կարիքները հոգա։ Որոշել էր գալ, բայց ամսի 12-ին որ ճանապարհը փակվեց, պիտի գար։ Երեխայի համար դաժե մեծիս համար կոշիկ բան առած, հետ էր գալիս, ճամփից հետ գնաց, որ ասում է հիմի պապան էլ չի ստեղ, մենք էլ երեխայի հետ
բազմաթիվ դժվարություններով երեխայի այդ կոշիկ-մոշիկը, որ առել ենք տեղից մեծ տղայիս էլի, փոքր է դուրս եկել, շատ դրա համար էր ուզում նորից հետ գալ, որ երեխեն ոտաբոբիկ չնա, բա որ ցուն կա երեխես, ավտոն էլ տեղ չի։ Մենք առանց ավտոմեքենայի չենք կարող էլի հիվանդ երեխա է բժշկի բան, բայց դե իրան դե որտեղ է իրանել էր պետք։ Դե հետ գալուց ճանապարհին իրան սաղ շեշտում են, այ տղա դու չես կարա էլի գնաս Արցախ, դե ամուսինս մի քիչ կատակասել մարդա, գիտեր թե էլի բանա, եղանակային խնդիրներ ա, ամպրոպա, անտեն թուղպա, ասից ես տենց եղանակով գնացել Արցախ, մենակ թե հաստի երեխեքիս։ Նարինեն պատմում է, որ ամուսինը իր ու երեխաների հետ խոսելիս հուզվում է, փոխարենը իրենք են հուսադրում այստեղից։ Լավ է լինելու։ Աշխարհի բոլոր մարդկանց կոչից միայն մեկն է, որպեսզի բացեն Արցախի ճանապարհը, կարելի ասած իրոքից դա կյանքի ճանապարհ է, որովհետև այդ կյանքի ճանապարհի համար շատ կյանքեր են զոհաբերվել, ու այսօր հանուն այդ զոհերի մենք այստեղ ենք, մեր հողը պահելու համար, շենացնելու համար, ունենք փոքրիկներ այստեղ շատ փոքր տարիքի, որոնք որ իրոքից խնդիրներ ունեն, իրանք էլ են մարդ, իրանք էլ են ուզում ապրեն, եւ իրանք իրավունք ունեն ապրեն են հողի վրա, որի համար շատ կյանքեր են զոհաբերվել։ Խնդրում եմ աշխարհի բոլոր մարդկանց, եթե իրոքից ձեր համար մարդկային կյանքերը թանկ է, մի որոշում կայացնեք, որ այս ոչրագործությանը վերջ տրի, որովհետև սա իրոքից ոչրագործություն է, մարդը իրավունք ունի ապրելու են հողի վրա, որտեղ ծնվել եւ սերվել է, եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ճանապարհները կբացվեն, մեր նման կիսատ ընտանիքները կմիավորվեն, երեխաները իրենց մամաներին կգտնեն, ամուսիններն իրենց կանանց կգտնեն եւ մի խոսքով վատառողջ մարդիկ էլ իմ երեխայի նման կկարողանան բարբերական իրենց բուժումները ստանան Երևանում, որովհետեւ շատ մարդիկ իրոքից այս բլոկադայի պատճառով հիմա անելանելի վիճակում են։ Կարոյի նախասիրություններից է նկարելը, ոգևորությամբ ցույց է տալիս Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, զինվորի պատկերը, մենք ենք մեր սարերը հուշակոթողը, նկարել է նաև ձմեռ պապ ու ոսկե ձկնիկ, խնդրել նրանցից բացել Արցախի կյանքի ճանապարհը։ Ես նկարալում Վերսա հիշատակ մնա, սրանք հրեշտակներն ես մարդիկ, ու ես պիտի հույս ունենամ կարողացամ այդ Շուշի։ Հաջորդ նկարնել այս սա Արարատ լեռնա։ Ես օզում դիմին ձմեռ պապիկին հանցուվերինք կյա մեր ճանապարհներն պեցվե։ Եթե վերուրանք իսկական Շուշից ֆուտ են անում, то կյա մեզ օգրին, վերպեսի ճանապարհներն պեցվեին պապասներ տկյա, որպեսի խաղաղ երկրում ապենք, ու էլ դետը կռև պենի վեչ կյանքում։ Եվ էլ կռևանյում ես է վախում, ասում պա ինչ մնան։ Այս եւ նման խնդիրներով ընտանիքի ճակատագրին են արժանացած Արցախում ապրող բազմաթիվ ընտանիքներ, որոնց ճակատագիրը կախված է բացառապես կյանքի ճանապարհից։